Հիմա ես վստահ եմ, որ եթե հունվարին դուք ունեիք խնդիրներ կամ փետրվարին ունեիք, որովհետեւ ինֆորմացիան շատ էր, հիմա մյուս տարվա հունվարին, որ մեծ խումբ էլ ավելանա, դուք հանգիստ սպասեք։ Այս տարվա հունվարին առողջության համընդհանուր ապահովագրության մուտքը բուժհաստատություններ սկզբնական շրջանում լուրջ խնդիրներ ստեղծեց բուժաշխատողների համար։ Կես տարի անց դրանք քչացել են։ Շատ հարցեր կարգավորվել, բայց բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը չի նվազել։ Այսինքն բուժհաստատությունները բժիշկները չգիտեն ինչպես աշխատել պացիենտներ, պետք է գնա առաջնային ուղղակ, պետք չի գնա, ով կարող է գրել, ով կարող է դեղոտանք դուրս գրել։ Տվյալ պարագայում են ամենակարևոր կետերը բուժհաստատությունները տիրապետում են, բժիշկները եւս տիրապետում են։ Կես տարի է, որ գործում է համակարգը, ընթացիկ փոփոխություններն ու վերանայումները շարունակական են։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարբերաբար մշակում ու ներդնում է նոր մեխանիզմներ բուժ հիմնարկներում սպասարկման մատչելիությունն ապահովելու համար։ Հիմնադրամի պայմանագրերի մեթոդաբանության եւ որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը բժշկական կենտրոններում եւ առաջնային օղակում կատարված դիտարկումները ներկայացնելիս նշում է. դերևս չի հաջողվում կարգավորել օրինակ on-line հեշտագրումների կառավարման հարցը։ Հիմնականում մարզային բուժհաստատություններում պացիենտները չեն հարմարվում առցանց տարբերակին, նախընտրում են հիվանդանոցում հերթ կանգնելը։ Մենք ասում ենք, որ պացիենտները կարող են տանից հերթագրվել, բայց երբ որ ինչ որ բուժ կենտրոնում ինչ որ տեղ կենթանի հերթ կա, ասում են, որ այդ կտորը դուրս է գալիս, մարդը պետք է գա, ակամայից մի քանի ժամ սպասի բուժ կենտրոնում, մինչև իր հերթը գա։ Գյումրի բժշկական կենտրոնում առողջության ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին բաժանմունքներով։ Բուժ ապահովագրությունից օգտվողների մեծ մասը 65-ից բարձր տարիքային խմբի շահառուներն են։ Վերահսկվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում, կատարվել է ազդրոսկրի օստեոսինթեզ, բավականին բարդ կոտրվածք է ունեցել միջտամբիոնային բեկորային, բնական իմպլանտի տրամադրումը նաև կատարվել է պետության կողմից։ Դուք գիտեք, չէ, եթե դուրս եք գնում ու դեղորայքի կարիք ունենաք, այդ դեղորայքի շրջանակն ապահովության շրջանակում կան, որոնք որ փոխհատուցում, այսինքն անվճար եք էլի ձեռք բերելու, գումար չեք վճարելու։ Առողջությունն ապահովագրած քաղաքացիները 6 ամսում հասցրին իրազեկվել, որ շատ վիրահատություններ ու դեղորայք իրենց համար անվճար է։ Ծախսերը պետությունն է փոխհատուցում բժշկական կենտրոններին։ Բժիշկներից էլ պահանջվում է տեղեկացված լինել, թե օրինակ ինչպես են բաշխվում համավճարի փոխհատուցվող գումարները։ Պարտադիր պայմանն է, որ բժիշկները տեղյակ լինեն, թե փոխհատուցող վեցից որքանն է իրենց ասելով կաբինետին, որքանն է բուժհաստատությանը։ Ճիշտ ասած, ծրագրով մեծահասակներին 6000 ինչքանով որ ինֆորմացիան կա 6000-ը տրվում է պետության կողմից, 6000-ը վճարում է հիվանդը, որովհետև մերը գործիքային կաբինետ է համարվում, բայց հաշվարկայինը մեզ տեղյակ պահել են, որ այդ գումարից կայացած ինչքանը պետք է գա կաբինետին, բայց հիմա ներկայ չեմ կարող կոնկրետ ասեմ ինչքան պետք է լինի, էլի։ Հստակ տիրապետել ֆինանսական հաշվարկներին, թե համավճարից ինչքանն է կազմում բուժաշխատողի հասանելիքը, դա կօգնի մասնագետին հասկանալ աշխատավարձի չափը։ Այն ֆիքսված ու հաստատուն չէ, կախված է սպասարկման ծավալներից ու քանակից։ Տարեսկզբին այս թեման բուժաշխատողների մոտ ամենաշատ քննարկվողներից էր։ Աշխատավարձերի սահմանաչափերի հետ կային անհամաձայնություններ։ Առողջության ապահովագրության հիմնադրամն այդ հաշվարկի մեխանիզմներն արդեն ունի մշակած։ Բժիշկները ասում են, մենք չենք հասկանում վարձատրության մեխանիզմը, բացի փոխհատուցման կարգը բոլորին իրազեկելուց ուղարկելուց տրեյնինգներ անցկացնելուց բացի մենք հասկացանք, որ կարելի է բժիշկներին տալ գործիք եւ UHF.am կայքում կա հստակ հաշվիչ, որտեղ բժիշկը կարող է մտնել, լրացնել, քանի խորհրդատվություն է արել, քանի այց է արել, ինչ ծառայություններից է օգտվել եւ իր աշխատավարձը ավտոմատ կգեներացվի եւ ինքը կտեսնի։ Առողջության ապահովագրության համակարգն ավելի է ընդլայնվելու։ Հաջորդ փուլով 2027-ին նախատեսվում է շահառուների ցանկումներ առել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Մեր համար գերնպատակ է, որ 28 թվականի հունվարի 1-ից մեր ազգաբնակչության 90-ից 95% լինի ապահովագրված, իսկ 27 թվականի հունվարի 1-ից տաքսու վարորդներ են ներդրվել, մենք հիմա գիտեք ունենք աշխատավարձի շեմ 200,001 դրամ, դա է դուրս գալու, գյուղական տնտեսությամբ զբաղվող մարդիկ են եւս ներգրավելու այս ցուցխմբում եւ մեր համար շատ կարեւոր է, որ բուժհաստատությունները պատրաստ լինեն այդ խմբերին ընդունելը։ Հունվարից գործող առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլի շահառուներն են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները, մինչեւ 18 տարեկան երեխաները եւ 65-ից բարձր տարիքի անձինք։
6 ամիսների ընթացքում Շիրակի մարզի բոլոր բուժհաստատություններում 244,000-ից ավելի ապահովագրական դեպքով սպասարկում է կատարվել, որի դիմաց փոխհատուցումը կազմել է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։